Խաբեություն ջուրի դութի անվան տակ դատարան չգնացիք, ուրեմն ձերբակալվում եք, միշտ ապեք վախենալ, Լոս Անջելեսում խաբեբաներն արդեն դատավորի դեր են խաղում։ Հաշիվ չեք բացել, դա դեռ չի նշանակում, որ գումար չկա, Կալիֆորնիայում միլիոնավոր երեխաների անունով գումար է սպասում իր տիրոջը։ TPS-ից դեպի Հայիթի պաշտպանությունը վերացավ, սկսվեցին չվերթները, Միացյալ Նահանգները 161 մարդու արտաքսել է մի երկիր, որտեղ նույնիսկ տան ճանապարհը կարող է վտանգավոր լինել։ Բանակում լռությունը կոտրվում է, սեքսուալ բռնության դեպքերը նվազում են, հաղորդումները ավելանում, Պենտագոնն ասում է, թվերի այս հակասության մեջ իրական փոփոխություն կա։ Այս եւ մի շարք այլ թեմաների մանրամասները առաջիկա րոպեներին։ Արմեզիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, այսօր օգոստոսի 21-ն է օրը ուրբաթ եւ դուք դիտում եք օրվա երկրորդ լուրերի թողարկումը, որը այսօրվա համար վերջինն է։ Կանխավ կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր որ բաժանորդագրվում են մեր ալիքին, այդպիսով օգնելով մեզ առաջ գնալ, զարգանալ, ինչպես նաեւ մի մոռացեք լայքել մեր տեսանյութերը։ Օրվա երկրորդ հատվածի առաջին լուրը խաբեության մասին է։ Լոս Անջելեսի դատարանը կամ շրջանային դատարանը տեղեկացնում է բնակիչներին Լոս Անջելեսի, որ խաբեության նոր մեթոդ է տարածվում։ Զանգահարում են բնակիչներին, տեղեկացնում են, որ իրենք մոռացել են ներկայանալ դատարան որպես ջուրի դութի, այսինքն երդվյալ ատենակալ, որի համար իրենց սպասվում է ձերբակալում։ This is Sergeant Mike Jones with the Sheriff's Office. You were supposed to show up for jury duty last week. You missed it. If you don't pay a fine today, a warrant will be issued for your arrest. Զանգահարողները ներկայանում են որպես դատարանի կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ Խաբեբաները կարող են պահանջել անհապաղ վճարում կամ խնդրել տրամադրել անձնական ու ֆինանսական տվյալներ։ Դատարանը շեշտում է, որ երբեք հեռախոսով հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային փոստով չի սպառնում ձերբակալությամբ, չի պահանջում անմիջապես ներկայանալ դատարան եւ չի խնդրում Social Security համարը, բանկային քարտի կամ հաշվի տվյալներ։ Պաշտոնյաները խորհուրդ են տալիս կասկածելի զանգի կամ հաղորդագրության դեպքում ոչինչ չվճարել, անձնական տվյալներ չտրամադրել, հղումների վրա չսեղմել եւ չպատասխանել հաղորդագրությանը։ Նույնիսկ եթե զանգահարողը գիտի ձեր անունը կամ ձեր անձնական տվյալները, դա դեռ չի նշանակում, որ զանգը օրինական է։ Եթե վստահ չեք ձեր ջուրի դութի կարգավիճակի հարցում, այն պետք է ստուգել միայն Լոս Անջելեսի շրջանի Superior Court-ի պաշտոնական Juror Services համակարգով։ Խաբեության տիրակ դարձած քաղաքացիներին էլ խորհուրդ է տրվում դիմել տեղական ոստիկանություն, դատարան կամ Federal Trade Commission։ Կալիֆորնիայում արդեն 1 միլիոն երեխայի համար քալքից հաշիվ է ակտիվացվել ընտանիքների կողմից։ Նահանգային ծրագիրը նախատեսված է երեխաների ապագա կրթության եւ մասնագիտական պատրաստության ծախսերի համար գումար կուտակելու նպատակով։ Միաժամանակ նահանգը հիշեցնում է, որ միլիոնավոր երեխաների համար արդեն հատկացված գումարները դեռևս չեն պահանջվել ընտանիքների կողմից։ Քալքիցը գործարկվել է 2022 թվականին։ Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ ընտանիքը պարտադիր չէ նախապես գումար ներդնի։ Նահանգն ինքն է համապատասխան երեխաների անունով գումար հատկացնում, որը հետագայում կարող եք օգտագործել թույլատրելի կրթական նպատակներով, օրինակ քոլեջի կամ մասնագիտական ուսուցման համար։ Ընդհանուր առմամբ Կալիֆորնիան արդեն ստեղծել եւ ֆինանսավորել է ավելի քան 6 միլիոն քալքից հաշիվ, որոնց ընդհանուր արժենքը գերազանցում է 23 միլիարդ դոլարը։ Սակայն այդ հաշիվներից առայժմ միայն 1 միլիոնն է պահանջվել կամ ակտիվացվել ընտանիքների կողմից։ Նորածինների համար պայմաններն այլ են։ 2023 թվականի հուլիսի 1-ից եւ դրանից հետո ծնված համապատասխան երեխաների համար նախատեսվում է $100 ավտոմատ սկզբնական ներդրում։ Հաշիվը պահանջելու դեպքում տրամադրվում է եւս $25։ Ծրագրում կա նաեւ լրացուցիչ խրախուսական գումարներ, որոնց արդյունքում նորածնի քալքից հաշվին հասանելի գումարը կարող է հասնել մինչև $175։ Այս գումարները նախատեսված չեն ընտանիքի առօրյա ծախսերի համար եւ պարզապես կանխիկացնել հնարավոր չէ։ Ընտանիքները կարող են իրենց միջոցներն ավելացնել երեխայի կրթական խնայողություններին երկարաժամկետ կուտակում ստեղծելու համար։ Նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարելով 1 միլիոն ակտիվացված հաշիվների մասին շեշտել է, որ ընտանիքի եկամուտը չպետք է որոշի երեխայի կրթական հնարավորությունները։ Նրա խոսքով բազմաթիվ ընտանիքներ դեռ չգիտեն, որ իրենց երեխաների համար գումարն արդեն իսկ հասանելի է։ Նահանգը միաժամանակ հայտարարում է նոր նախաձեռնության մասին California Golden Star Challenge-ի մեկնարկի մասին։ Կալիֆորնիան եւ Invest American ցանկանում են ծրագրում ներգրավել մասնավոր ընկերությունների եւ բարեգործների երեխաների երկարաժամկետ խնայողությունները մեծացնելու համար։ Կալիֆորնիայում ծնողները պետք է ուշադրություն դարձնեն մի կանևոր հանգամանքի։ Եթե դուք երբևէ ինքներդ քալքից հաշիվ չեք բացել, դա դեռ չի նշանակում, որ ձեր երեխայի համար գումար չկա։ Դա կարելի է ստուգել շատ պարզ եղանակով Քալքիցի պաշտոնական կայքում, որն է calkids.org։
Միացյալ Նահանգները 161 մարդու արտաքսել է Հայիթի առաջին նման խոշոր չվերթն իրականացնելով այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը իրավական հնարավորություն ստացավ դադարեցնելու մոտավորապես 350,000 հայիցիների Temporary Protected Status-ը, նույն ինքը TPS-ը։ Արտաքսվածների թվում են ինչպես TPS կարգավիճակ ունեցող անձինք, այնպես էլ նախկինում ազատազրկման դատապարտված հայիցիներ։ Թե Միացյալ Նահանգների, թե Հայիթի իշխանությունները չեն հայտնել, թե 161 արտաքսվածներից քանիսն էին մինչ այդ ԱՄՆ-ում օրինական ապրում եւ աշխատում TPS-ի հիման վրա։ Մարդու իրավունքների պաշտպանները դժգոհություն են հայտնում։ Նրանք նշում են, որ իրավիճակը Հայիթիում շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Ըստ ներկայացված տվյալների, զինված խմբավորումները վերահսկում են Պորտոպրենսի մոտ 70%-ը, ինչպես նաև մայրաքաղաքից դուրս գտնվող մի շարք տարածքներ եւ հիմնական ճանապարհներ։ Բռնությունների հետևանքով երկրում արդեն տեղահանվել է ռեկորդային մոտ 1.5 միլիոն մարդ, իսկ միայն հունվարից հունիս սպանվել ավելի քան 3100 մարդ։ Հայիթի ժամանելուց հետո արտաքսվածներին տրամադրվել է սնունդ, խմիչք եւ առավելագույնը $65։ Նրանք, ովքեր անմիջապես չեն կարող հասնել իրենց բնակության վայր, ժամանակավորապես պետք է տեղավորվեն անվտանգ կացարաններում։ Իրավապաշտպան կազմակերպությունները զգուշացնում են, որ Հայիթին ներկայում պատրաստ չէ մեծ թվով վերադարձողներ ընդունելու։ Երկրի մոտ 12 միլիոն բնակչության կեսից ավելի մարդասիրական օգնության կարիք ունի, իսկ հանցավոր խմբավորումների բռնությունները, աղքատությունն ու սննդի պակասը շարունակում են խորանալ։ Միացյալ Նահանգների զինված ուժերում անցանկալի սեռական շփումների եւ սեռական ոտնձգությունների տարածվածությունը նախորդ ֆիսկալ տարում նվազել է, իսկ նման դեպքերի մասին հաղորդելու քանակը աճել։ Այս մասին ասվում է Պենտագոնի հրապարակած վերջին նոր զեկույցում։ Պատերազմի նախարարության գնահատմամբ 2025 թվականի ֆինանսական տարում անցանկալի սեռական շփման է ենթարկվել մոտ 20,500 գործող զինծառայող, շուրջ 9,860 կին եւ 10,632 տղամարդ։ Էականորեն աճել է այն մարդկանց մասնաբաժինը, որոնք կատարվածի մասին հայտնել են համապատասխան մարմիններին։ Մոտավորապես յուրաքանչյուր 3 տուժածից մեկն արդեն դիմում է համապատասխան մարմիններին։ Պենտագոնը սա դրական փոփոխություն է համարում։ Սեռական բռնությունը համարվում է այն հանցագործություններից, որոնց զգալի մասը չի հաղորդվում, եւ պաշտոնյաների գնահատմամբ հաղորդումների աճը կարող է նշանակել, որ զինծառայողներն ավելի մեծ վստահություն ունեն համակարգի եւ տուժածներին տրամադրվող աջակցության նկատմամբ։ Կանանց շրջանում անցակալի սեռական շփման գնահատվող մակարդակը 6.8%-ից նվազել է մինչև 4.3%, իսկ տղամարդկանց շրջանում 1.3%-ից մինչև 1%։ Նվազել է նաև սեռական ոտնձգության եւ հետապնդման ցուցանիշները։ Կին զինծառայողների շրջանում սեռական հետապնդման գնահատվող մակարդակը 24.7%-ից նվազել է մինչև 17.5%, տղամարդկանց շրջանում 5.8%-ից մինչև 4.4%։ Այնուամենայնիվ, զեկույցը առանձնացնում է առավել խոցելի խմբերը։ 24 տարեկանից երիտասարդ եւ ցածր զինվորական կոչումներ ունեցող տղամարդիկ եւ կանայք շարունակում են ավելի բարձր ռիսկի տակ մնալ, քան ավելի բարձր կոչում եւ 25-ից բարձր տարիք ունեցող զինծառայողները։ Պենտագոնը հայտարարում է, որ սեռական բռնության կանխարգելումը ոչ միայն անձնակազմի պաշտպանության, այլև բանակի մարտունակության հարց է։ Գերատեսչությունը խոստանում է շարունակել կանխարգելման ծրագրերը, ուժեղացնել տուժածների աջակցությունը եւ պատասխանատվության ենթարկել հաստատված դեպքերի մեղավորներին։ Շարունակությունում նույնպես կարևոր եւ հետաքրքիր լուրեր ենք առանձնացրել, բայց մինչև դրանց անցնելը թույլ տվեք մի հայտարարություն անել։ Մենք Արմեզիան ամեն օր աշխատում է, որպեսզի Միացյալ Նահանգների քաղաքական, հասարակական, տնտեսական եւ համայնքային կյանքը հասանելի դարձնի հայերենով մեր համայնքին։ Մեր նպատակը ուժեղ, ժամանակակից եւ ամենակարևորը անկախ հայկական մեդիա ստեղծելն է, նոր հաղորդումներով, շատ են կարևորում սա, հարցազրույցներով ու ռեպորտաժներով։ Եվ այստեղ կարևորը հենց ձեր աջակցությունը։ Ձեր հանգանակությունները մեզ հնարավորություն կտան զարգանալ առանց, ուշադիր եղեք, քաղաքական կամ որևէ շրջանակից կախվածության, ընդլայնել մեր աշխատանքը Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում եւ բարելավել մեր տեխնիկական հնարավորությունները։ Սա ներդրում է Ամերիկայում անկախ եւ պրոֆեսիոնալ հայալեզու մեդիա ունենալու այսպես գաղափարի մեջ։ Եթե գնահատում եք մեր աշխատանքը, կարող եք դառնալ Արմեդիայի աջակիցը ամսական ընդամենը $5։ Դուք աջակցում եք, մենք շարունակում ենք ստեղծել հայերեն մեր համայնքի համար։ Աջակցելու համար պարզապես պետք է այցելել armedia.tv։ Եվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին Cosmopolis ռեստորանին, Կոզանյան Meat and Liquor-ին, Gerry's Mom's Bakery-ին եւ Vivaldi Catering-ին։ Իդեպ, եթե Vivaldi Catering-ից առաջիկայում պատվեր կատարեք ու նշեք, որ Armedia-ից մեզանից եք իմացել իրենց մասին, ապա կստանաք նվեր մրգային ամառային սեթ։ Ակցիան գործում է մինչև այս ամսվա վերջ։ 12 appetizers, 5 hot dishes, 5 sides, $300 for 10 to 12 people.
Make every moment a Vivaldi moment. Շարունակենք լուրերը։ Նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձել է մի շարք կարևոր թեմաների՝ պետական պարտքից, տավարի մսի գներից, մինչև արհեստական բանականության տվյալների կենտրոններ, Իրան, Կանադա ու Մեքսիկայի առևտրային բանակցություններ։ Լրագրողի հարցին, թե ինչ է պատրաստվում անել վարչակազմը, երբ պետական պարտքն արդեն գերազանցել է 40 տրիլիոն դոլարը, Թրամփը պատասխանել է, որ խնդրի լուծումը տեսնում է տնտեսական աճի մեջ։ Նրա խոսքով պարտքի խնդիրը նոր չէ եւ գոյություն ունի տասնամյակներ շարունակ, սակայն այժմ Միացյալ Նահանգները իր գնահատմամբ ունի հսկայական տնտեսական աճ։ Թրամփը նաև հաստատել է, որ վարչակազմը քայլեր է ձեռնարկում տավարի մսի գները նվազեցնելու համար, այդ թվում ներմուծման միջոցով։ Նրա խոսքով ամերիկացի անասնապահները հիանալի աշխատանք են կատարում, սակայն սպառողներին գների հարցում օգնություն է անհրաժեշտ։ Նախագահը չի նշել, թե կոնկրետ որ երկրներից է ավելացվելու ներմուծումը, ասելով միայն, որ խոսքը մի քանի երկրի եւ ամենաբարձր որակի տավարի մսի մասին է։ Թրամփը հայտարարել է նաև, որ իր քաղաքական կառույցների միջոցով հավաքագրվել է մոտ 850 միլիոն դոլար, որից գալի մասը պատրաստվում է ծախսել այն հանրապետական թեկնածուներին աջակցելու համար, որոնց ինքը համարում է լավ թեկնածուներ։ Նա նշել է, որ պատրաստվում է օգտագործել նաև սեփական միջոցները։ Իրանի վերաբերյալ Թրամփը պնդել է, որ տնտեսական ճնշման ուժեղացումը չի նշանակում, թե Միացյալ Նահանգների ռազմական հնարավորությունները սահմանափակվել են։ Նա հայտարարել է, որ Իրանը ֆինանսական ծանր վիճակում է եւ պնդել է, որ Միացյալ Նահանգները վերահսկում է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, այդ թվում Հորմուզի նեղուցի հետ կապված շրջափակումը։ Թրամփի խոսքով Իրանը ցանկանում է համաձայնության հասնել, սակայն դեռևս պատրաստ չէ ընդունել այն պայմանները, որոնք ինքն անհրաժեշտ է համարում։ Թրամփը նաև հայտնել է, որ Կանադայի հետ բանակցություններն առաջ են շարժվում եւ ակնկալում է համաձայնության հասնել։ Միաժամանակ նրա խոսքով Միացյալ Նահանգները սկսել է նաև Մեքսիկայի հետ նոր գործարքի շուրջ բանակցությունները։ Նախագահը պնդել է, որ երկու դեպքում էլ նպատակը Միացյալ Նահանգների համար ներկայիս պայմաններից ավելի շահավետ համաձայնություններ ստանալն է։ Եվ քանի որ աշխատանքային շաբաթը ավարտվում է, թույլ տվեք նաև ԱՄՆ տնտեսական շաբաթվա կարևոր թվերն էլ հայտնենք։ Առաջին տեղում իհարկե պետական պարտքն է։ Վերլուծաբանները զգուշացնում են, որ երկրի ֆինանսական համակարգում լուրջ ռիսկեր են կուտակվում։ Պարտքի աճին նպաստում են սոցիալական ծրագրերի եւ պետական պարտքի տոկոսավճարների աճող ծախսերը, մինչդեռ հարկային կրճատումները սահմանափակում են բյուջեի եկամուտները։ Հատկանշական է, որ պետական պարտքը ավելի քան կրկնապատկվել է 1 տասնամյակից էլ քիչ ժամանակահատվածում 2017 թվականի հունվարին, երբ նախագահ Դոնալդ Թրամփը առաջին անգամ ստանձնեց իր նախագահի պաշտոնը, այն դեռ 20 տրիլիոն դոլարից փոքր-ինչ ցածր էր։ Walmart-ի բաժնետոմսերի մասին, որոնք շաբաթվա ընթացքում նվազել է մինչև 10%-ով։ Այն բանից հետո է դա տեղի ունեցել, երբ ընկերության եռամսյակային վաճառքների աճը չարդարացրեց վերլուծաբանների սպասումները։ Վաճառքներն աճել են ընդամենը 2.6%-ով, ինչը Walmart-ի համար մոտ 6 տարվա ամենադանդաղ աճն է։ Ընկերությունը վերջին 5 տարվա ընթացքում առաջին անգամ չի կարողացել հասնել վաճառքների վերաբերյալ վերլուծաբանների կանխատեսումներին։ Walmart-ը նշել է, որ գնորդների վրա կարող են ազդել բենզինի բարձր գները, ինչը նաև մտահոգություն է առաջացնում, որ ամերիկացի սպառողների ֆինանսական ճնշումը մեծանում է։ Մոդեռնայի բաժնետոմսերն են այս շաբաթ կտրուկ աճել, ավելանալով 160%-ով։ Ներդրողների հետաքրքրությունը կտրուկ մեծացել է այն բանից հետո, երբ Մոդեռնան եւ Մերկը հայտարարեցին քաղցկեղի բուժման փորձարկման հաջող արդյունքների մասին։ Ընկերությունների տվյալներով անհատականացված mRNA քաղցկեղի պատվաստանյութը ուժ փուլի փորձարկման ժամանակ նվազեցրել է մելանոմայի կրկնվելու եւ տարածվելու վտանգը։ Մոդեռնան հայտարարել է, որ կարգավորող մարմինների հավանության դեպքում արդեն հաջորդ տարվանից բուժումից կարող են օգտվել հազարավոր հիվանդներ։ Չինական Unit3 ռոբոտաշինական ընկերությունը Շանհայի բորսայում իր դեբյուտի ժամանակ գնահատվել է մոտ 50 միլիարդ դոլար։ Unit3-ն մարդանման եւ չորքոտանի ռոբոտների խոշոր արտադրողներից է։ Ընկերությունը միջազգային ուշադրություն է գրավել իր ռոբոտներով, որոնք կարողանում են վազել, պարել ու նույնիսկ մարտարվեստի շարժումներ կատարել։ Օրվա վերջին լուրը նույնպես թվերով է Wall Street-ից։ Ամերիկյան ֆոնդային շուկան ուրբաթ առևտրային օրը փակել է աճով։ Dow Jones-ը բարձրացել է մոտ 1%-ով, իսկ S&P 500-ն ու Nasdaq-ը մոտ 0.4%-ով, սակայն դրական ուրբաթը բավարար չի եղել ամբողջ շաբաթվա կորուստները վերականգնելու համար։ 3 հիմնական ինդեքսներն էլ շաբաթն ավարտել են անկմամբ։ Ներդրողների անհանգստության հիմնական պատճառներից են եղել պետական պարտատոմսերի եկամտաբերության տատանումները եւ մերձավոր արևելքում իրավիճակի ու հնարավոր համաձայնությունների շուրջ անորոշությունը։ Ուրբաթ հրապարակված տնտեսական տվյալները սակայն որոշ չափով թույլատրել են մտահոգությունները։ Միացյալ Նահանգների ծառայությունների ոլորտը գրանցել է վերջին գրեթե 2 տարվա ամենաուժեղ աճը, ինչի շնորհիվ օգոստոսին ընդհանուր գործարար ակտիվությունը զգալիորեն արագացել է։ Միաժամանակ արտադրական ոլորտում աճը տնդաղել է։ Ֆինանսական աշխարհի վերլուծաբաններն ասում են, որ առաջիկա ամիսներին շուկան դեռ
կարող է զգալի տատանումներ ունենալ, հատկապես մինչև միջանկյալ ընտրությունները։ Սակայն ընտրություններից հետո քաղաքական իրավիճակի ավելի մեծ հստակությունը, Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հնարավոր կայուն համաձայնությունը, գնաճի մեղմացումը եւ ամերիկյան ընկերությունների շարունակվող բարձր շահույթները կարող են նպաստել, որ 2026 թվականը շուկան ավարտի ուժեղ դիրքերում։ Այսօրվա համար առանձնացրել էինք այսքանը, ձեզ լավ հանգստյան օրեր եմ մաղթում, կհանդիպենք իհարկե երկուշաբթի լուրերի շրջանակում, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, հուսով որ չմոռացաք բաժանորդագրվել ալիքին, բայց ամենակարևորն է, որ դուք լինեք առողջ եւ խաղաղ ցտեսություն։